սրբազան ավանդությունը ասում է, որ մեր շարականների որոշ հոգևոր երգերի մի մասը հենց նա է ստեղծագործել, թեև դրա մասին ուղիղ հաստատող տվյալներ չկան, բայց այն, որ նա հոգևոր երաժշտության նկատմամբ ունի շատ մեծ հոգացություն, դրսևորվում է կոնկրետ նրա ամենաառանցքային աշխատության մեջ սահմանք իմաստասիրության, այսինքն փիլիսոփայության սահմանումները հայեր են, մենք ֆիլոսոֆիա, այդ փիլիսոփայություն բառը դեռ վաղ միջնադարից մեր գրապարում իմաստասիրություն գեղեցիկ բառով ունենք եւ նա նշում է, որ այստեղ առանձին ասույթներով թե ինչ կարեւորություն ունի հոգևոր երաժշտությունը եւ դա մարդու կատարելության հասնելու տարբերակներից մեկն է, որ նրա անունը կապում է մի կողմից թե գովաբանական գրականության հետ եւ թե մյուս կողմից կապում է փաստորեն հոգևոր երգեցողության հետ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։